Ողջույն ձեզ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մենք այսօր շարունակում ենք Սուրբ Պատարագի խորհրդի մեկնաբանությունը ըստ եկեղեցու Սուրբ հայրերի։ Այս ահավոր խորհուրդը ներկայացնող արարողությունը Սուրբ Պատարագը սկսում է խորհուրդ խորին երգով։ Դպիրները երգում են. Ով խորին խորհուրդ, անհասանելի եւ անսկիզբ, որ անմատուց լույսի առագաստի մեջ զարդարեցիր վերին պետությունդ, գերապանց փառքով հրեղենների դասերը, եւ այսպես հաջորդում են եւս 7 տում, եւ այստեղ Սարգսակը մատուցում է ջուր, Պատարագիչ քահանան լվանում է մատների ծայրերը ի նշան մաքրության, ոչ միայն մարմնական, այսինքն մտքի, խորհրդի, հոգու եւ մարմնական մաքրությունով պետք է քահանան մտնի Սուրբ Սեղան, այսինքն պետք է Պատարագը ամբողջությամբ պետք է մաքրագործված Սուրբ Պատարագիչը մտնի մատուցելու Տիրոջ մարմինը եւ արյունը։ Քահանան երկու կարճ աղոթներից հետո բարձր ձայնով խոստովանում է այս խոսքերով. Խոստովանում եմ Աստծո առաջ եւ Սրբույի Աստվածազնի եւ բոլոր սրբերի առաջ եւ ձեր առաջ, ով հայրեր եւ եղբայրներ, իմ գործած բոլոր մեղքերը, որովհետեւ մեղք գործեցի մտածումով, խոսքով եւ գործով եւ բոլոր մեղքերով, որ գործում են մարդիկ, մեղա, աղաչում եմ ձեզ Աստուծոս թողություն խնդրեցեք ինձ համար։ Շամարար քահանան խոսքը ժողովրդին ուղղելով աղոթում է. Ձեզ նույնպես թող ազատի մարդասեր Աստված եւ ների ձեր բոլոր հանցանքները, ժամանակ տա ապաշխարելու եւ բարի գործելու, թող ուղի եւ ձեր գալի կյանքը հզոր եւ ողորմած Սուրբ Հոգու շնորհքով եւ նրան փառք հավիտյանս ամեն։ Դպիրներն ու ժողովուրդը ժամարարից խնդրում են. Մեզ եւս իշիր Աստծո անմակ գարի առջև։ Պատարագիչ քահանան պատասխանում է. Հիշված կլինեք Աստծո անմակ գարի առջև։ Մի ուրիշ աղոթք արտասանելուց հետո Պատարագիչ քահանան ուղղում է դեպի ձախ եւ սարգսակեց սաղմոսներ ասելով բեմ բարձանում դեպի Սուրբ Սեղան։
Հասնելով խորանի առջև, պատարագիչ քահանան բարձր ձայնով եղանակավոր աղոթում է. Քո սուրբ հարկի տակ եւ փառաբանության տեղում, հրեշտակներ այս բնակարանում եւ մարդկանց այս խավարանում եւ այսպես այս աղոթքը ավարտելուց հետո մեծ վարակույրը փակվում է եւ դպիրները սկսում են ծանր եղանակներով մեղեդի կամ տաղ երգել։ Մեղեդիները երգվելու ընթացքում ժամարար քահանան ցածրաձայն կարդում է Սուրբ Գրիգոր Նարեկացու երկու աղոթները խորհրդատետրի միջից, որ տրված է խորանի առջև։ Նախ ասեմ, որ այս աղոթները կարդացվում են արտասվալից աչքերով, արտասունքներով, քանի որ արդեն սկիզբն է Տիրոջ հետ մերձենալու Եվ ասեմ, որ արտասուքն է, որ լուսավորում է հոգու աչքերը եւ առաջանքն է, որ Քրիստոսի սիրո բոցը աղերսական ձայնով եւ արտասավոր մորմոքումով ընծայվում է Աստծուն։ Եվ արտասուքներով այս աղոթներն է, որ հաճելի Աստծուն եւ ընդունելի։ Եվ այս պահը, որը ավելի քան 10 րոպե է տևում, աղոթասեր հավատացյալը կարող է ինքը ևս ծածուկ աղոթել հավատով Խոստովանի կամ որևէ այլ աղոթք մինչև մեղեդու ավարտը։ Պատարագիչ քահանան Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթները կարդալուց հետո դնում է սպասը, այսինքն որոշ աղոթներ արտասանելով նվիրյալ հացը, այսինքն նշխարը ու գինին պատրաստում է սկիի մեջ, գինին լցնելով սկիի մեջ, իսկ նշխարը զետեղելով մաղձմայի փոքր մետաղի ափսեի վրա, մաղձման դնում է սկիի վրա եւ սկին սկողով մաքուր եւ զարդարուն աշխատված ծածկոցով 3 անգամ խաչակնքում է սկիհը, 3 անգամ ասելով. Սուրբ հոգին պիտի գա քեզ վրա եւ բարձրի զորությունը Հովանի պիտի լինի քեզ վրա։ Եվ այս կարգը կատարելուց հետո բացվում է վարակույրը, ժողովուրդը ոտքի է կանգնում, դպիրները սկսում են երգել խնկարկության շարականը։ Ժամարար քահանան բուրվարը ձեռքին խնկարկելով բեմից իջնում է ներքև եւ շրջում ժողովրդի մեջ։ Սույն խնկարկությունը խորհրդանշում է Հիսուսի երկնքից իջնելը, աշխարհի վրա մարդկանց մեջ շրջելն ու կրկին երկինք բարձրանալը։ Եվ ասեմ, որ խունկը նշանակում է Քրիստոսի նախախնամական զորությունը, որ այնտեղից վերուս սեղանից է գալիս եւ անցնում ամենքի միջով, խնամելով բոլոր արարածներին, սակայն ինքն ամենքին անհասանելի է մնում եւ իրեն միայն հասանելի։ Նաեւ մենք պետք է գիտենանք, թե ինչու ենք շարականներով
կատարում աշխարհկալոցը։ Քանի որ ամբողջ ժողովուրդն աշխարհի հոգսերից եւ զբաղմունքներից տագնապած գալիս եւ մտնում են եկեղեցի, մեկը իշխանական հոգսերից, մեկ ուրիշը դատականացյանից, շատերը մարմնավոր չարչարանքներից, մյուսները տարբեր արհեստներից եւ միասին ավակվում են Սուրբ եկեղեցում, սակայն դեռևս խռովքի մեջ են գտնվում, որի համար էլ նախ սաղմոսների ու շարականների հեշտալուր երգերը քաղցրացնում են ժողովրդի լսելիքը, որպեսզի նրանց մտքից մաքրվեն մարմնական հոգսերը եւ երգերով միանան Աստծուն։ Այսինքն այս շարականները եւ սաղմոսի խոսքերը օգնում են մարդկանց, որպեսզի դուրս գան աշխարհի հոգսերից, մտքերից, խռովքներից եւ կարողանան միանալ հրեշտակներին եւ միաբանվեն հրեշտակների հետ, որպեսզի կարողանան մաքրության մասնակցեն Սուրբ խորհրդին։ Սուրբ եւ խնգարկությունը սեղանից եկավ եւ դարձյալ սեղան վերադարձավ։ Մեր սիրելի ժողովրդին ասեմ, որ Տիրոջ աշխարհկալոցը, ինչպես որ ասացինք, Տիրոջ երկնքից իջնելը, ժողովրդի մեջ շրջել այս աշխարհում եւ դարձել երկինք բարձրանալը խորհրդանշում։ Ուղղակի ուզում եմ մի քիչ ավելի մանրամասնորեն բացատրեմ, որ քահանան այստեղ պատարակիչ հոգևորականը օրինակն է Քրիստոս Տիրոջ։ Իսկ խաչը, որ մենք համբուրել ենք տալիս ժողովրդին, դա այն խորհուրդն ունի, որ Քրիստոսին հետևողները, խաչին երկրպագուները բժշկություն կտան, ողորմություն կտան Տիրոջից։ Եվ բոլորը պարտավոր են այդ բային համբուրել խաչը, այսինքն Տիրոջը։ Եվ ասեմ, որ այս բային նաև շատ բժշկություններ են կատարվել ու կատարվում են, ովքեր հավատով են մոտենում, Տիրոջն են մոտենում։ Եվ ինչ որ խնդրեն, այդ բային հավատացեք սիրելի ժողովուրդ կստանան։ Եվ մենք մեր փորձառությունից գիտենք, որ շատերը բժշկվել են եւ իրենց ինչ որ խնդրել են, Աստծուց ստացել են, որը բարի իրենց համար։ Իսկ սարգսակների դասը, դպիրների դասը, որ գալիս են պատարակիչ քահանայից, նա խորհրդանշում է առաքյալները, նաև ժողովուրդը, ովքեր թողեցին աշխարհը եւ գնացին Տիրոջ հետևից։ Սա է խորհրդանշում, որ իրենք նույնպես պետք է պատրաստ լինեն Տիրոջ պես հալածվելու, Տիրոջ պես խաչվելու, եթե իհարկե արժանան դրան, արժանանան այդ մեծ բարձրունքին։ Քանի որ քրիստոնյա մարդու համար իրեն ապրած կյանքում ամենաբարձրունք հասնելու գագաթնակետը նա է, երբ մարդը նահատակվում է Տիրոջ համար, այսինքն դրանից բարձր բան քրիստոնյա մարդու համար չկա այս աշխարհում իրեն ապրած կյանքում։ Եվ դա ասված, որպեսզի բոլորն էլ հասնեն այդ գիտակցության եւ կարողանան Տիրոջ այդ աշխարհում մտնելով կարողանան երկինք բարձրանան արժանավայել ձևով։ Երբ քահանան բարձրանում է Սուրբ Սեղանի առաջ, երբ դպիրները վերջացնում են շարականը, սարգսակը բարձրաձայն երգում է «Օրհնյա Տեր», իսկ պատարակիչը պատասխանում է «Օրհնյալ լինի Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու թագավորությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն»։ Այս վարքյանից է, որ սկիզբ է առնում Սուրբ Պատարակի առաջին մասը, որը կոչվում է Երախայից պատարակ։ Դպիրները հավուր պատշաճի ժամամուտ են երգում, որից հետո սարգսակը կրկին բարձր ձայնով քահանային դարձած խնդրակի շեշտով ասում է «Օրհնյա Տեր»։ Դրանից հետո է, որ սարգսակը շատ անգամներ պետք է կրկնի «Օրհնյա Տերը», այսինքն երբ որ պատարակիչ քահանան ծածուկ աղոթների մեջ է, նրան սարգսակն է արթնացնում, զգուշացնում է, որ արդեն պահն է, որ պետք է օրհնություն տա ժողովրդին։ Ինչպես որ Քրիստոս մարդկանց մեղքերի համար միջնորդ եղավ Աստծո առաջ եւ աղոթեց այդ մեղքերի թողության եւ ոգիների փրկության համար, այնպես է Սուրբ Խորանի առջև կանգնած պատարակիչը, իբրև թե երկինք բարձրացած լինի, Աստծո առաջ բարեխոսում է եկեղեցու մեջ եղող ժողովրդի համար։ Իսկ սարգսակը, որ ինքն էլ իր կարգին միջնորդ է քահանայի եւ ժողովրդի միջև, ու նաեւ ժողովուրդը առաջնորդ թող ուսուցիչ, իբրև այդպիսին, ուրեմն ժողովրդի պաղատանքների թարգմանն է հանդիսանում։ Ահա ուրեմն բոլոր այդ խնդրանքներին ընթաց տալով սարգսակը իր ձայնով քահանային լսելի է դարձնում այդ խնդրանքները երկրից դեպի երկինք ուղղած մի ձայն, որ աղերսում է «Օրհնյա Տեր»։
Սարգսակը ուզում է ասել պատարագիչ քահանային. Տեր, դու որ այս պահին Քրիստոսի ներկայությունն ես խորհրդանշում, օրհնիր մեզ եւ մեր աղոթները ներկայացրու Աստծո առաջ։ Քահանան Սուրբ Ավետարանը վերցնում է ձեռքը, երբ դպիրները արդեն վերջացնում են իրենց երգը, Սարգսակը ժողովրդի ուշադրությունը հրավիրում է պրոսխում է կոչելով, որ հունարեն լեզվով նշանակում է լսեցեք կամ ուշադրություն դարձրեք եւ կամ ուղիղ նայեցեք դեպի վեր։ Այս հրավերը տեղին է, որովհետև այս պահին Սարգսակը Սուրբ Ավետարանը քահանայի ձեռքից առնելով, այն բարձր բռնած Սուրբ Սեղանի շուրջը հյուսիսային կողմից գալիս է հարավային կողմ։ Սույն վերաբերումի ընթացքում ժողովուրդն ու դպիրները 3 անգամ երգում են. Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմա, որ խաչվեցիր մեզ համար, ողորմիր մեզ։ Այս աղոթքը կոչվում է երեքսրբյան։ Երեքսրբյանից հետո Սարգսակը սկսում է համաշխարհական քարոզը բարձր, սակայն միաժամանակ մեղ ու զիչ ձայնով։ Եվ ինչ է ասում. Եվ խաղաղության համար եւս աղաչենք Տիրոջը։ Արդ նախ խաղաղություն խնդրեցեք, պատվիրում է Սարգսակ եւ ավելացնում. Վասն խաղաղության ամենայն աշխարհի։ Այսինքն ոչ միայն մեր անձի խաղաղության, այլև ամբողջ աշխարհի խաղաղության համար։ Եվ ուզում եմ այստեղ նորից շեշտս դնել խաղաղության վրա։ Տեսեք, որ Տերը ամեն ինչից առաջ խաղաղության է հրավիրում եւ մեզ սովորեցնում է, որ լինենք խաղաղարար։ Ամեն ինչում պետք է մարդը լինի խաղաղարար, քանի որ խաղաղարարները նաեւ 9 երանիներից են։ Այսինքն այն մարդիկ, ովքեր կլինեն խաղաղարար, նաեւ Աստծո որդիներ կկոչվեն։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի մարդը հասկանա այս խաղաղության մեծությունը եւ իմաստը։ Եվ որից հետո է, որ աշխարհի համար, ինչպես ասացի, խնդրում ենք աշխարհի խաղաղության համար, եւ այսպես Սարգսակը շարունակելով սկսում է սրբերի, հայրապետի, վարդապետների, քահանաների, հանգուցյալ հոգիների համար եւ այսպես շարունակաբար։ Եվ ամեն մեկին ժողովուրդը եւ դպիրները պատասխանում է. Տեր ողորմյա։ Սուն քարոզը վերջանում է հրավիրով, որ ամեն մարդ աղոթի իր համար եւ նաեւ ամեն մեկը մյուսների համար անկեղծ ու եղբայրական սիրով տոգորված։ Երգերը եւ շարժումները ընդհատվում են։ Սովորաբար դպիրներից մեկը գալիս է դասի մեջտեղը եւ գրակալի վրա դրված մեծ գրքի միջից, որ կոչվում է ճաշոց, հատվածները կարդում։ Այդ օրվա հատուկ մարգարեներից եւ Պողոս առաքյալի թղթերից, այսինքն նամակներից։ Այդ ժամանակ ժողովուրդը նստում եւ լսում է։ Մարգարեներից եւ առաքյալներից ընթերցումներ են լինում։ Նախ որպես ժողովուրդը լսի բարի հորդորներ ու խրատներ, բայց նաեւ որպես Հիսուս Քրիստոսի նախագուշակները եւ ապա վկաները հիշվեն։ Որովհետեւ ինչ որ մարգարեները գուշակեցին, առաքյալները ճշմարտապես տեսան ու լսեցին, եւ հետեւաբար նրանք Հիսուսի կյանքի ու խոսքերի կենթանի վկաները դարձան։ Verandura,
Դպիրին թերցում ավարտելուց հետո նախասարգավակ ուժեղ ձայնով կոչվում է օրթի, այսինքն ոտքի հելեք, հունարեն բառ է։ Պատարագիչ քահանան խաղաղություն ամենեցնելով խաչակնքում է ժողովրդին, իսկ դպիրները ժողովուրդը պատասխանում են եւ ընդհոգվույթ քում, այսինքն թե այդ խաղաղությունը, որ տալիս ես մեզ, նաեւ քու հոգու համար թող լինի։ Նախասարգավակը կրկին պատասխանում է երկյուղացությամբ լվարուկ, այսինքն երկյուղացությամբ լսեցեք։ Սարգավակը սուրբ ավետարանի ձեռքին դառնում է ժողովրդի կողմը եւ հայտնում, թե որ ավետարանիչից պիտի կարդա օրինակ, ասենք, Սրբո ավետարանից Հիսուսի Քրիստոսի հորս Մատթեոսի, այսինքն Հիսուս Քրիստոսի սուրբ ավետարանից, որ գրվել է Մատթեոսի կողմից։ Դպիրները, որպես ժողովրդի կողմից գոհունակության արտահայտություն, փառք են տալիս այս վարկանին ցանելով. Փառք ես Տեր Աստված մեր։ Նախասարգավակը կրկին հրավիրում է ժողովրդի ուշադրությունը, պռոսխում է, որպեսզի ամեն մարդ պատրաստ լինի Աստվածային խոսքը լսելու։ Իսկ դպիրները ժողովրդի կողմից պատասխանում են. ասի Աստված, այսինքն, թե Աստված հիմա կարող է խոսել, պատրաստ ենք, մոտ ենք նրան ու լսում ենք։ Չմոռանանք ասել, որ ավետարանը կարդալու ժամանակ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, չէ որ նախասարգավակը նախապես ասել էր ոտքի ելեք։ Ավետարանի ընթերցումը նպատակ ունի հիշեցնելու ժողովրդին այն առատ ու անչափ սերը, որ Աստված ունեցավ մարդկանց հանդեպ, եւ աշխարհ առաքեց իր կենթանի խոսքը, իր որդուն, որ մեզ բերեց հոգու խաղաղություն, եւ իր տեսակ տնօրինություններով, իր խոսքերով, իր վարդապետություններով, իր կատարած գործերով, բայց մանավանդ իր խաչելությամբ, հրաշափար հարությամբ մեզ անհունորեն երախտապար թողեց։ Իսկ այդ բոլորը մեզ պատգամողը ավետարանն է, որից հետ հատվածներ են կարդացվում ամեն պատարագի։ Ահա դրա համար է, որ ավետարանի ավարտին ժողովրդի երախտագիտությունն է հայտնում դպիրների հաղթական երգով. Փառք ես Տեր Աստված մեր ասելով։ Սարգավակը սուրբ ավետարան ձեռքին դառնում է դեպի խորանը, պատարագիչ քահանայի կողքին ու բարձր ձայնով արտասանում է ավատո հանգանակը։ Հոգեկան ոգևորել այս պահին է, որ հավատացյալը խոստովանում է իր ուղիղ եւ ճշմարիտ հավատքի դավանությունը։ Չմոռանանք միաժամանակ, որ արարողությունը ընթացքում մեզ ավելի է մոտեցնում պատարագի սուրբ խորհրդին եւ հետեւաբար ներելի չէ լինի, որ հավատացյալները ներկա գտնվեին այդ աստվածային խորհրդին առանց նախապես քրիստոնեական հավատքի հանդանակ ընդունած եւ խոստովանած լինելու։ Եվ այդ է, որ կատարվում է այժմ հավատամքի բարձր եւ հանդիսավոր արտասանությամբ, որպես մի սրբազան ուխտ երթում, որին բոլոր ներկաները մասնակցում են ձեռնամած։ Մեր սիրելի ժողովրդին ասան, որ հավատոյ հանգանակը կոչվում է նաեւ նիկեական հանգանակ։ Ինչու համար, որովհետեւ այս հավատամքը գրվեց Նիկեայի Սուրբ Ժողովի ընթացքում, որը տեղի ունեցել 325 թվականի Նիկեայում, որտեղ մասնակցել են 318 տիեզերալույս Սուրբ հայրապետներ եւ որի նախագահողը Կոստանդիանոս մեծն էր, արքան մեծն Կոստանդիանոս։ Եվ այս հավատամքը թելադրվեց Սուրբ Հոգու կողմից եւ ասեմ, որ այս հավատամքը հիմքն է նաեւ մեր ուղղափառ դավանանքի։ Ովքեր որ չընդունեն հավատամքը, նշանակում է նրանք ուղղափառ դավանանքից արդեն շեղված են։ Եվ սա է արմատը եկեղեցու դավանանքի։
Հավատամքի մեջ եկեղեցին հայտարարում է քրիստոնեական հավատքի հիմնական դավանանքը Աստծո որդի Քրիստոսի եւ Սուրբ Հոգու մասին, այսինքն Սուրբ Երրորդության նկատմամբ։ Ուրիշ եկեղեցիներ հետագայում սույն հանգանակը փոփոխությունների եւ կրճատումների են ենթարկել։ Հայ եկեղեցին, որպես ավանդապահ եկեղեցի, այն պահել է նույնությամբ, վերջավորությանը միայն ավելացնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի, իսկ մենք փառավորեցուկը։ Քանի որ Նիկայի ժողովին Գրիգոր Լուսավորիչը չէր գնացել եւ ուղարկել էր իր կրտսեր որդուն Արիստակեսին, դավանանքը բերելուց որ հանձնում է Գրիգոր Լուսավորիչին, Գրիգոր Լուսավորիչը այստեղ է որ ավելացնում, իսկ մենք փառավորեցուկը եւ մենք պարտադիր այս աղոթքը ասում ենք հավատո հանգանակից հետո։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, այսօր այսքանով ենք ավարտում մեր հաղորդումը եւ խոստանում ենք, որ հաջորդ շաբաթ մենք կշարունակենք մեկնությունը, Սուրբ Պատարագ։ Դեպի տաճար հաղորդաշարի ստեղծագործական խումբը իր երախտագիտությունն է հայտնում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաղորդաշարը հովանավորելու համար։ Ողջույն ձեզ, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մենք այսօր շարունակելու ենք Սուրբ Պատարագի խորհրդի մեկնաբանությունը։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք ասել ենք մինչև հավատամքը, հավատամքի մասին խոսել ենք, այժմ շարունակելու ենք, թե ինչ արարողությունն է եւ ում կողմից է շարունակվում այս հատվածը։ Ասեմ, որ անմիջապես հավատամքից հետո Եվրոս խաղաղությանից Տեր-Աղաչեսուկ սարգսակն է սկսում, այսինքն խաղաղության համար եւս աղաչենք Տիրոջը, որին ժողովուրդը դեպիները պատասխանում է Տեր ողորմիայով։ Այնուհետև սարգսակը շարունակում է Եվս հավատով աղաչենք եւ խնդրենք Տեր Աստծուց եւ մեր Փրկիչից Հիսուս Քրիստոսից այս պաշտումի եւ աղոթի ժամին, որ ընդունելության արժանի անի, Տերը լսի մեր աղաչանքները, ընդունի մեր սրտի խնդրանքները, թողություն տա մեր հանցանքներին եւ ողորմի մեզ։ Մեր աղոթներն ու խնդրանքները ամեն ժամանակ մուտք գործեն նրա տերության առաջ, եւ նա շնորհ կտա մեզ միաբան, մեկ հավատքով եւ արդարությամբ բարի գործեր կատարելու, որպես իր ողորմության շնորհները բերի մեզ վրա, ամենակալ Տերը թող ապրեսնի եւ ողորմի։ Այս աղոթքից հետո անմիջապես դեպիները ժողովուրդը իհարկե այսօր ժողովուրդը դրա մասին տեղեկություն չունեն, նաև ժողովուրդը դեպիները պետք է պատասխանեն կեցո Տեր, այսինքն ով Տեր, ապրեցու մեզ։ Եվ այսպես շարունակվում է այս աղոթների շարանը։ Տիրոջից խնդրենք, որ այս Սուրբ Պատարագի ժամը եւ գալիք օրը խաղաղությամբ անցկացնենք։ Ժողովուրդը դարձյալ պատասխանում է շնորհյա Տեր, այսինքն ով Տեր շնորհիր։ Նաև մեր հանցանքների քավությունն ու թողությունը խնդրենք Տիրոջից։ Այդպես բոլոր այս խաղաղական
աղոթները, քարոզները ասելուց հետո քահանայի աղոթքն է, որը սուրբ սեղանից ասում է, որպեսզի արժանավոր լինենք գոհությամբ փառավորելուց քեզ հոր եւ սուրբ հոգու հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն եւ դառնալով ժողովրդին ասում է խաղաղություն ամենեցուն, այսինքն խաղաղություն է տալիս սուրբ սեղանից բոլոր ժողովրդին, որի մասին մենք արդեն խոսել ենք։ Եվ անմիջապես հաջորդում է ոգեշունչ եւ գեղեցիկ աղոթներից մեկը, որը պետք է կարդամ։ Քո խաղաղությամբ ով Քրիստոս փրկիչ մեր, որ ամեն մտքից եւ խոսքից վեր է, ամրացում ես եւ անվախ բայր ամեն չարից։ Հավասարեցում ես քո ճշմարիտ երկրպագուների հետ, որ հոգով եւ ճշմարտությամբ երկրպագում են քեզ, որովհետեւ ամենասուրբ երրորդությանը դվայելում է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Տեր Աստված թող օրհնի բոլորից։ Եվ այս աղոթքից հետո է, որ քահանան հանում է իր գլխի սաղավարտը։ Իսկ եթե եպիսկոպոս է պատարագիչը, խույրը, եմի փորոնը եւ նրա մյուս զարդերը։ Մինչև հիմա պատարագիչը փառավորված էր գլխին դրված սաղավարտով կամ թագով եւ այլ զարդերով եւ խորհրդանշում էր Քրիստոսի անձը։ Բայց այժմ, երբ պատրաստվում է Հիսուսի մարմինն ու արյունը սեղանի վրա ընդունել, այլևս հրաժարվում է իր մինչև հիմա ունեցած ձևական դիրքից եւ ինքն էլ իբրև խոնար մի սպասավոր պատրաստվում է կատարել Աստծո որդու պատարագի հակին խորհուրդը։ Սրանից հետո քահանան ինքն էլ մի սպասարկու եւ սարգսակի օգնությամբ կատարում է պատշաճարողություններն ու խորհուրդները։ Սարգսակը հետ ասուել ժողովրդին քարոզում եւ սովորեցնում է աղոթել ու խնդրել, իսկ քահանան աղոթում է ժողովրդի համար եւ Աստծո առաջ ներկայացնում է նրա խնդրանքները։ Սովորություն էր, որ Սարգսակ այս հրամանի վրա իրոք ժողովրդի մի մասը, նրանք, որ թերահավատ ապաշխարության մեջ կամ անմաքուր էին, դուրս էին ելնում եկեղեցու ատյանից եւ մինչեւ պատարագի վերջը մնում էին գավիթի մեջ։ Աղոթում կամ սուրբ գրքից ընթերցումներ էին կատարում։ Գավիթը ատյանից բաժանված էր պատով։ Այսինքն կային նաեւ գավիթներ էին պատրաստում հատուկ ապաշխարողների համար։ Դրա վառ օրինակ ունենք նաև մենք Հարիճավանքի գավիթը, որտեղ կարելի այս արարողությունը շատ բարձր ձևով կատարել։ Գավիթ այսօր այդ պատը այլևս չկա, եւ դուրս ելնելու սովորությունն էլ վերացած լինելով Սարգսակի խոսքերը պարզապես մեր ուշադրություն հրավիրելու են ծառայում, թե ահա մոտենում է աստվածային խորհրդի մեծ պահը։ Իսկ դեպիրները խորհրդավոր ձայնով եղանակում են. Տերունական մարմինն ու փրկչական արյունը մեր առջև է։ Երկնային զորությունները աներևութաբար երգում են եւ ասում անհագիստ ձայնով. Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությունների։ Այս խոսքերով դեպիրները արդեն ասում են, թե ինչ խորհուրդ է պատրաստվում, թե ինչ զոհ կմատուցվի։ Սարգսակ ուղղում է դեպի սրբատուն, սուրբ ընծաները սկիով բերելու, բայց նախ դեպիրներին ուղղելով իր խոսքը ասում է. Դեպիրներ, մեր Տեր Աստծուն քաղցր ձայնով հոգևոր երգեր եւ սաղմոսներ ասացեք։ Եվ իսկապես դեպիրները սկսում են քաղցր ձայնով հոգեշունչ տաղեր եղանակել, որը կոչվում է սրբասացություն։ Այդ միջոցին Սարգսակը բուրվարը ձեռքին առատորեն խնկարկում է սուրբ սեղանին, սրբատան եւ ապա դանդաղ ու հանդիսավոր շարժուձևով մոտենում է սկիհին, վերցնում է այն ամենազգուշությամբ ու երկրվածությամբ եւ բերում քահանայի մոտ։ Սրբասացության միջոցին քահանան բազկատարած երկար աղոթք է կարդում, ծածուկ խնդրելով Աստծուց։ Սակայն նախ ասեմ, որ եթե Սարգսակ չի լինում դեպիրեն մասնակիցները սուրբ պատարագին, ապա վերաբերման կարգը անպայման կատարում է քահանան։ Քահանան է մոտենում սկիհին եւ բոլոր Սարգսակի կարգը այս պահին կատարում է հոգեվոր քահանան։ Սրբասացությունը վերջանալու ժամանակ քահանան արդեն վերջացնում է իր աղոթքը, դառնում Սարգսակին, որ արդեն մոտեցել իրեն, բարձր բռնած քողարկած սկիհը։ Քահանան սուրբ սեղանը եւ սկիհը խնկարկելուց հետո Սարգսակի հետ փոխնի փող, փառաբանական խոսքեր արտասանելով վերցնում է սկին Սարգսակից, դառնում ժողովրդին, ասելով. Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը,
օրհնություն բարձունքներում։ Այս խոսքերով խաչակնքում են նույն զգուշությամբ ու երկյուղացությամբ, ահով եւ դողով ուղղում դեպի Սուրբ Սեղանը, որի մեջտեղում զետեղում է սկիհը, որ պարունակում է Սուրբ ընծաները։ Վերաբերումից անմիջապես հետո քահանան կրկին անգամ լվանում է իր մատները, որպես մաքրության եւ անարատության նշան, որովհետեւ սրանից հետո իր մատներով պիտի դիպչի Սուրբ մարմնին ու արյանը։ Ուզում եմ անպայման նաև մատների լվացումի խորհուրդը բացատրել նաև Հովհաննես Արճաշեցու մեկնությամբ։ Այսպես է մեկնաբանում. «Եվ սարգսակը ջուր է բերում Սուրբ Սեղանի առաջ քահանայի մատները ծայրերը լվանալու համար»։ Մատների ծայրերի լվացումը խորհրդանշում է մարդկային բնության խորհուրդների չնչին կրքերը։ Այս եւս լվանալով մաքրեց մտքերից, ինչպես օրինակ Քրիստոս նախ լվաց աշակերտների ոտքերը, որ մարմնի վերջին մասն է, եւ ապա նրանց տվեց իր Սուրբ մարմինը։ Իսկ որ սեղանի առջև իտես ժողովրդին է լվանում, պատճառն այն է, որ աստվածային խորհրդին է մոտենում։ Պետք է նրան լվացվել տեսնող Աստծո առաջ, ով քննում է գաղտնիքները եւ մարդկանց առաջ, ովքեր հայտնիներ են տեսնում, եւ ամեն ինչում սուրբ լինել, գործերով եւ անհայտ խորհուրդներով։ Դարձյալ այս ցույց ժողովրդի է կատարում, որպեսզի նաև նրանք զգուշանան եւ ամեն ինչում սուրբ լինեն եւ հետո միայն հաղորդվեն Աստվածային սուրբ խորհրդին։ Այս լվացումից հետո սարգսակն է սկսում իրեն աղոթքը, իրեն խոսքն է ասում։ Ասում է «Եվևս հավատով եւ սրբությամբ, ահու դողով աղոթքի կանգնենք Աստծո Սուրբ Սեղանի առջև, ոչ մեղքով ու քայթակղությամբ, ոչ նենգությամբ, խորամանկությամբ, ոչ պատրանքով ու խաբեությամբ, ոչ երկմտությամբ եւ ոչ թերահավատությամբ, այլ բարի վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով, կատարյալ հավատքով, լցված սիրով, առատորեն ճոխացած ամեն տեսակի բարեգործություններով, աղոթքի կանգնենք Աստծո Սուրբ Սեղանի առջև եւ գտնենք ողորմության շնորհը։ Մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի հայտնության եւ մյուս անգամ գալստյան օրը թող ապրեսնի եւ ողորմի։ Մեր սիրելի ժողովրդին ասեմ, որ սարգսակը սովորեցնում է, թե ինչպես պետք է աղոթել առ Աստված։ Պատվիրում է, թե ինչպես մենք պետք է աղոթենք Տիրոջ առաջ։ Եվ ասեմ, որ իրապես աղոթքը հոգեկան արժեք է ունենում այն ժամանակ, երբ որ հոգուց է բխում, սրտից, առաջանքներից, արտասունքներով։ Պետք է անպայման մարդ աղոթքի կանգնելուց սրտի խորքից անի իրեն խոսքը, որպեսզի այդ ընթացքում պատարագին տեսնի տվյալ մարդը Տիրոջ զորությունը։ Հակառակ դեպքում պատարագը անիմաստ եւ անպտուղ կլինի տվյալ անձի համար։ Եվ նաեւ այստեղ շատ կարևոր է, որպեսզի պատարագիչ հոգեվորականը նույնպես սրտի խոսքից իրեն աղոթքը մատուցի Տիրոջը արտասունքներով, հառաչանքներով, որպեսզի Տիրոջ զորությունը, որը ներկա այդ բան, ազդի բոլորի վրա, ներգործի բոլորի սրտերում եւ հոգիներում։ Նաեւ այս մասին շատ գեղեցիկ պատվեր է տալիս Խոսրով Անձևացին, հոգեվորական, պատարագիչ հոգեվորականներին։ Ուղղակի ես ուզում եմ ընթերցել այդ հատվածը, թե ինչպես է պատվեր տալիս Խոսրով Անձևացին պատարագիչ հոգեվորականին, ասելով. «Ով Աստծո մարդ Սուրբ Քահանա եւ Քրիստոսի պատարագիչ, երբ կանգնես սպասավորելու Սուրբ եւ Աստվածային խորհրդին, վերիվայրով միայն շուրթների ծայրով աղոթ մի մատուցիր, որովհետև այսպես աղոթքի խոսքեր անպտուղ են, եւ ոչինչ չես օգտվի նրանից, եւ ոչ միայն անօգուտ, այլև դատապարտության արժանի է։ Ուրեմն լեզուց շարժելիս խառնիր սրտի ջերմությունը, սիրով բորբոքումով քո իմացական աչքերի առաջ ունենալով նրան, որի հետ ես խոսում»։ Այսպիսի պատվեր է տալիս Խոսրով Անձևացին պատարագիչ հոգեվորականներին։ Այստեղից անմիջապես հետո սարգսակի քարոզով քահանան արդեն սկսում է սուրբ պատարագի արարողությունը։ Այս պահին է, որ սկիզբ է առնում բուն պատարագը, այսինքն Հիսուսի մարմինն ու արյունը որպես զոհ մատուցելու խորհուրդը։ Քահանան աղոթում եւ օրհնում է սկիհի վրա դրված նշխարը, հացը եւ միջի գինին։ Հետո սկիհի ծածկոցը բացում է կես չափով եւ բարձր ձայնով մի կարճ աղոթք է ասում, շնորհով եւ մարդասիրությամբ։ Խաղաղություն է տալիս ժողովրդին եւ ձեռնամած մի քիչ աջ է թեքվում, հայացքը հառած սկիհին։ Այստեղ սարգսակը, որ հրանգ է տալիս ժողովուրդը, որպեսզի պատրաստ լինեն, որ մասնակցելու բուն խորհրդին սուրբ պատարագի, ժողովուրդը այստեղ բոլորը ցանկանում են, որպեսզի հոգեպես իրապես պատրաստ լինեն եւ մասնակցեն բուն պատարագի խորհրդին։
եւ յուրաքանչյուրը պատրաստվում է հոգեպես խնդրում է Տիրոջից, որպեսզի մաքուր լինեն, մաքուր կերպով մտնեն պատարագին։ Այս ժամանակ օգնում է սարգսակը, ողջուն է բերում Սուրբ Սեղանից եւ փոխանցում է, եթե հոգեվորականներ կան, հոգեվորականներին, ապա հոգեվորականները փոխանցում են ժողովրդին եւ ժողովրդին յուրաքանչյուր իրեն կողքինին այս Սուրբ ողջունն են փոխանցում, այսինքն նրանք պատրաստ են լինում մաքուր կերպով մտնելու Սուրբ խորհրդի մեջ։ Եվ գոյությամբ բոլորը վերցնելով այս ողջունը պատրաստվում են, նորից եմ կրկնում, մասնակցեն բուն պատարագի խորհրդին։ Եվ այստեղ ինչպես է այս ողջունը տրվում, ասում է ողջուն տուք միմյանց սուրբ համբույրով, եւ ովքեր որ չեն կարող հաղորդվել այս խորհրդին, թող դուրս ելնեն եւ այնտեղ աղոթեն։ Եվ ովքեր որ պատրաստ չեն, ապա թողնում են սուրբ այս պատարագի խորհրդի, բուն պատարագի խորհրդի պահը, դուրս են ելնում եւ այնտեղ աղոթում են, խնդրում են Տիրոջից, որպեսզի Տերը իրենց էլ պատրաստի, որպեսզի կարողանան մաքուր կերպով մտնեն եւ մասնակցեն այս սուրբ պատարագի խորհրդին։ Եվ ասեմ, որ այստեղ դպիրները քաղցր ձայնով երգում են նաեւ հետեւյալ աղոթքը։ Թե Քրիստոս մեր մեջ հայտնվեց, Աստված այն այստեղ բազմեց, խաղաղության ձայն հնչեց, այս սուրբ ողջունի հրաման տրվեց, եկեղեցին միանց դարձավ, համբույր միության կապ եղավ, թշնամությունը հեռացավ, սերը սփռվեց բոլորի վրա, արդ պաշտոնյաներ ձայները բարձրացնելով, միաբերան օրհնություն տվեք միասնական աստվածությանը, որի սերովբերները սրբաբան են։ Ուրեմն Քրիստոս մարդկանց հոգիների մեջ հայտնվելով խաղաղության ձայն լսվեց եւ սուրբ ողջունի, այսինքն մարդկանց եղբայրության հրաման տրվեց, որով եւ ամբողջ եկեղեցին, ամբողջ ժողովուրդը մեկ սիրտ, մեկ հոգի դարձավ։ Համբույրը դարձավ միության կապը, թշնամությունը հեռացավ եւ սերը տարածվեց ընդհանուրից վրա։ Սարգսակը կրկին ժողովրդին հիշեցնում է, թե սուրբ խորհրդի պահը մոտ է եւ հետեւաբար ինքն էլ հուզված դողդոջուն ձայնով ասում է. Ահով, երկյուղով բարությամբ մնանք եւ զգուշությամբ նայենք։ Ժողովուրդը եւ դպիրները պատասխանում են. Դեպի քեզ ենք ուղղում մեր հոգիները, ով Աստված, եւ ահա Սարգսակը հայտարարում է. Քրիստոս Աստծո գառը մատուցում է որպես պատարագ, զո։ Քահանան դառնում է ժողովրդի կողմը եւ տալիս օրհնություն այս բառերով. Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու Աստվածային սրբարար զորությունը, սերը, շնորհքը թող լինեն ձեզ բոլորիդ հետ։ Սարգսակը վերջին անգամ լինելով ազդարարում է. Դռները ժակեցեք ամենայն իմաստությամբ եւ զգուշությամբ, ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով, որպեսզի չլինի թե դուրս ելածները, թերահավատները, անմաքուրները եւ այլն տեսնեն սուրբ խորհուրդը, իսկ ներսը մնացողներն էլ թելադրում է. Աստվածային վախով ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք, այսինքն բոլորին պատվիրում է, որ իրենց հոգու եւ մտքի դռները լավ փակեն եւ պահպանեն, որպեսզի այդ ահավոր խորհրդի միջոցին այդ դռներից ներս չմտնի որևէ անմաքուր զգացում կամ մտածում։ Ժողովուրդը եւ դպիրները պատասխանում են. Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված։ Սարգսակը ասում է. եւ գոհացարուկ դառնե բոլոր սրտին, այսինքն ժողովուրդը պատասխանում է. իսկապես շատ արժանի եւ իրավացի է շնորհակալ լինել։ Մի ծածուկ աղոթքից հետո քահանան բարձրաձայն ասում է. Սերովբերների եւ քերովբերների հետ միաձայն սրբասացությամբ երգեր հորինել եւ համարձակորեն գոչելով նրանց հետ աղաղակել եւ ասել։ Իսկ ժողովուրդը ոգևորությամբ ձայնակցում է այս փառաբանական խոսքերին երգելով. Սուրբ, 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 զորությունների Տեր, երկինքն ու երկիրը լին քո փառքով,
օրհնություն բարձունքներին, օրհնյալդ որ եկար եւ պիտի գաս, Տիրոջ անվամբ, Ովսաննա բարձունքներին։ Ասեմ, որ այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որ ժողովրդին, ովքեր որ պատրաստ չեն, դուրս են հրավիրում աղոթելու եւ պատրաստելու։ Շատ անգամներ են հարց տալիս, թե ինչու եք անմաքուրներին թողնում մասնակցելու Սուրբ Պատարագին։ Խորհրդի մասին ես Պատարագի ավարտին անպայման կմեկնաբանեմ եւ կբացատրեմ ձեզ։ Սուրբ երկելու պահին քահանան ծածուկ արտասանում եմ երկար աղոտ, գիշելով եւ փառաբանելով Աստծուն, որ երբեք չանտեսես մարդուն եւ նրա մեղքերը թեթևացնելու եւ սրբելու մասին խորեց, որ իր որդուն այս նպատակով աշխարհ ուղարկեց։ Ապա հիշում է մեր Տեր Հիսուսի կյանքը, նրա փրկagorցական դերը եւ վերնատան մեջ վերջին ընթրիքի խորհուրդը։ Երբ Տեր Հիսուս հացը օրհնեց եւ աշխեց իր աշակերտներին, ասելով. այս է իմ մարմինը եւ գինին էլ տալով իբրև իր արյունը։ Այս աղոթքից հետո քահանան բացում է սկիհը, նվիրյալ հաց առնում է ձեռքը, բարձրացնում եւ խորհրդավոր ձայնով ասում. Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ եւ շատերի համար է բաշխվում, մեղքերի քավության եւ թողության համար։ Եվ հետո սկիհ բարձրացնելով ասում է. խմեցեք սրանից բոլորդ, այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է ձեր եւ շատերի մեղքերի քավության եւ թողության համար։ Սրանով տեղի ունենում Սուրբ Պատարագի կանոնը, այսինքն Տեր Հիսուսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին Աստծո առջև որպես զոհ է մատուցվում իդես ժողովրդին։ Այսօր էլ հացը Քրիստոսի մարմինն է եւ գինին, նրա արյունը այնպես, ինչպես 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուսը ինքն իսկ ասաց իր աշակերտներին վերջին թրիքի պահին։ Ժողովուրդ եւ տպիրները երգում են. Ով երկնավոր Հայր, որ քու որդուն մահվան հանձնեցիր մեզ համար, իբրև պարտապան մեր մեղքերի, նրա արյան հեղումով աղաչում են քեզ, ողորմիր քո բանական հոտին, այսինքն քո ժողովրդին։ Քահանան ծածուկ աղոթքից հետո բարձր ձայնով աղոթում է Աստծուն ասելով. Եվս քոյս ի քեզ մատուցան ենք ըստ ամենանի եւ հաղագս ամենեցուն։ Չէ որ Պատարագիչ Հիսուսի մարմինն ու արյուն իբրև զոհ մատուցում է Աստծուն, ուրեմն իրավամբ կարող է ասել. Ով Աստված, Հիսուս քո որդին, որ քոնն է քեզանից, քո կամքով եկավ մեզ, հիմա էլ այդ նույն Տեր Հիսուսին այս խորհրդով քեզ ենք ընծայում մեր եւ բոլորի փրկության համար։ Միշտ տպիրները երգում են
Ամենայնի օրհնյալ ես, Տեր օրհնեմ կսքես, գովեմ կսքես, գուանամ կսքեն, աղաչեմ ես քեզ Տեր Աստված մեր, քահանան աղոթում է ծածուկ եւ 3 անգամ օրհնում հացը եւ 3 անգամ օրհնում է գինին եւ 3 անգամ էլ միասին հացն ու գինին նույն խոսքերով քահանան աղերսում է, որ Աստվածային աներևույթ զորությամբ հացը, այսինքն նշխարը մարմին դառնա եւ գինին արյուն։ Քրիստոսի մարմինը, Քրիստոսի արյունը, որպեսզի ասում է Եղիցի սամենեցուն մեզ մերձեցելոց անդատապարտություն, իքավություն եւ իթողություն մեղած։ Այսինքն թող այս հացն ու գինին իրենց էությամբ փոխեն ճշմարտապես եւ ստուգապես, թող փոխարինվեն, թող վերածվեն Քրիստոսի մարմնի եւ արյան, որպեսզի մեզ բոլոր մոտեցողներիս համար անդատապարտություն, մեղքերի քավության եւ թողություն լինի։ Թերևս հասնողնի թե այս խորհրդավոր աղոթների ուժով իրապես հացը մարմին փոխարկվեց եւ գինին արյան։ Այս բայի մասին ասել եմ մեր սիրելի ժողովրդին, որ շատերը կասկածում են, թերամտում են եւ նույնիսկ ասինքն մարդկային բնությամբ չեն պատկերացնում, թե ինչպես կարող է հացը դառնալ Տիրոջ մարմինը իրապես եւ գինին դառնա Տիրոջ արյունը։ Եվ այս խորհրդի համար մենք ունենք նաեւ պատմություններ, թե ինչպես Աստված ցույց է տվել, որ իրոք Տիրոջ հացը Տիրոջ մարմինն է դառնում եւ գինին Տիրոջ արյունը։ Եթե մարդկային բնությամբ նայենք, մարդը չի կարող մոտենալ հում նաեւ մարդկային մսին եւ արյանը։ Եվ Տերը խորհրդաբար այդ ծածուկ է պահում մեզանից, որպեսզի մենք կարողանանք հաղորդվել Տիրոջ մարմնից եւ արյունից։ Որպեսզի մեր ժողովրդին ավելի պարզ լինի, որ իրոք նշխարքը դառնում է Տիրոջ Սուրբ մարմինը եւ գինին դառնում է Սուրբ արյունը, մի պատմություն եմ ուզում պատմել մեր Սուրբ հայրերից։ Ուրեմն մի Սուրբ պատարագի ընթացքում մի կին կասկածում է այս խորհրդի մասին, թե ինչպես կարող է նշխարքը դառնալ Սուրբ մարմին եւ գինին արյուն, մոտենում է հաղորդության պահին, որ պետք է քահանայի ձեռքից հաղորդություն վերցնի։ Տեսնում է, որ քահանայի ձեռքում արյունաթաթախ միս է, անմիջապես զարուրում եւ հետ է փախչում։ Քահանան հասկանալով այս խորհուրդը ասում է. ով կին, հասկացար, որ իրոք Տիրոջ մարմինն ու արյունն է։ Եթե այսպես երևար, ապա ոչ մեկը չէր համարձակվի մոտենալ խորհրդին։ Եվ Տերը իրեն ողորմությամբ ծածուկ է պահում, նաև ծածուկ է պահում այն խորհրդով, որպեսզի արժանավորները եւ անարժանները չերևան, որովհետեւ անարժանների համար դա դատապարտություն է եւ ամիջապես կորցնում է իրեն զորությունը։ Իսկ արժանավորների համար սա փրկություն է եւ հոգու մաքրություն եւ նաեւ հավիտենական կյանք։ Այս խնդրանքից հետո պատարագի սկսում է հիշատակությունների շարքը, նախ բարձր ձայնով հիշատակում է. Սուրբ Գույս Մարիամ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, Ստեփանոս Նախավեկայի եւ բոլոր սրբերի հիշատակը թող լինի այս սուրբ պատարագի մեջ։ Աղաչում ենք։ Հաջորդում են տպիրները, հիշատեր եւ ողորմյա։ Եվ փոխնի փող սարգսակը շարունակում է քանայից սկսած հիշատակությունները։ Նախ սկսում է Առաքելոց, Սրբոց, Մարգարեից, Վարդապետած դասերից։ Հետո հիշատակում է հայաստանյան եկեղեցու սուրբ հայրապետներին, առաջնորդներին, այսինքն մեր սուրբ լուսավորիչներին, Թադևոս եւ Պարթմոս առաքյալներին, Գրիգոր Լուսավորչին, Արիստակեսին, Վրթանեսին,
Հուսիկի, Գրիգորիսի, Ներսեսի, Սահակի, Դանիելի, Խադի, Մեսրոպա Վարդապետի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կրայեցու շնորհալու, այսինքն եւ Հայաստանի բոլոր սրբերի, հոգեվոր հովիվների, հովապետների իշատակը թող լինի այս պատարագի մեջ, աղաչում ենք։ Հաջորդաբար Սարգսակը մեզ հիշեցնում է միազնացելով սրբոց, առաքինասեր եւ աստվածասեր կրոնավորներին, Նաև Երուսաղեմի եւ Պոլսի պատրիարքներին, բոլոր երկրի թագավորի ժողովրդի եւ նաև հայ ժողովրդի մայր հայրենիքի բոլորին զորացնելու համար եւ բոլորին պահպանես բոլոր տարիների քո ամենազոր աչի հովանու ներքո ի շինության, խաղաղության եւ անսասանության մեջ։ Այսօր այսքանով ուզում ենք ավարտել մեր պատարագի մեկնության խորհուրդը եւ շարունակությունը անպայման մենք կմեկնաբանենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Դեպի տաճար հաղորդաշարի ստեղծագործական խումբը իր երախտագիտությունն է հայտնում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաղորդաշարը հովանավորելու համար։ Ողջույն ձեզ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մենք այսօր շարունակում ենք մեր Սուրբ Առաքելական եկեղեցու պատարագի խորհրդի մեկնաբանությունը ըստ եկեղեցու վարդապետության։ Նախորդ հաղորդումը մենք ավարտեցինք հիշատակություններով, խնդրվածքներով։ Ուղղակի մի պահ կա, որ ես պետք է բացատրեմ, թե ինչու այդ պահին հիշատակությունների ընթացքում դպրած 10 Սարգսակետ միասին Ծախակոմյան դասից անցնում է դեպի Աչակոմյան դաս։ Աչակոմյան դաս անցնելով մենք խնդրում ենք սուրբերի բարեխոսություն, ամենամեծ բարեխոսը Սուրբ Աստվածածնի Հովանու Մկրտչի եւ այդպես շարունակաբար մյուս սուրբերից մենք խնդրում ենք թողություն եւ մի խոսքով բարեխոսությունն ենք խնդրում սուրբերի։ Նախ այս աշխարհում ասեմ, որ այն մարդիկ, ովքեր սրբության արժանացան, նատակվեցին, իրենց կյանքը սրբությամբ անցկացրեցին եւ սրբոց դասի մեջ մտան, նրանք արդեն իսկ Աչակոմյան դասն են։ Աչակոմյան դասում են արժանացած գտնվում, քանի որ Դադաստանի որ նրանք Աչակոմյան կողմը կդասվեն եւ կդասեն նաեւ աշխարհին, առաքյալների եւ մյուս սուրբերի հետ կդադեն ամբողջ աշխարհը։ Եվ քանի որ նրանք Աչակոմյան դասին են արդեն արժանացած, մենք Ծախակոմյան դասից անցնում ենք Աչակոմյան եւ միանալով սուրբերին խնդրում ենք Սուրբ Պատարագի բարեխոսությունը Տիրոջից բոլոր մեղավորների համար։ Ավարտվելով սրբերի այս հիշատակությունները, մենք Աչակոմյան դասից դարձյալ անցնում ենք Ծախակոմյան։ Այսինքն դեռ մենք մեղավոր ենք եւ ամբողջ պատարագի մասնակիցները բոլորս միասին խնդրում ենք Տիրոջ ողորմությունը
ծախակոմյան դասից։ Եվ ասեմ, որ ամենագլխավորը, թե ինչու ենք մենք ծախակոմյան դասում այս բոլորը խնդրում, ասեմ, որ Ադամի մեղ գործելուց հետո, այսինքն մարդկային ցեղը երբ գործելեց երկնային դրախտը եւ դարձավ մեղ սալից իրեն մարմնով, իրեն հոգով, Աստծուն հակառակ, մենք արդեն ծախակոմյան դասում ենք գտնվում։ Եվ միայն Տեր Հիսուս Քրիստոսի այս սուրբ պատարագի խորհուրդով է, զոհաբերությամբ է, որ մենք արժանանում ենք փրկությանը։ Եվ միայն այս պատարագի միջոցով է, որ մենք կարող ենք մարդկային ցեղս ծախակոմյանից տեղափոխվել աջակողմյան։ Եվ այդ է նաև հիմնական խորհուրդը, որ մենք ծախակոմյան կողմում ենք գտնվում։ Եվ նորից եմ շեշտում, այսինքն յուրաքանչյուր հայորդի պետք է հասկանա, որ միայն առաքելական սուրբ պատարագի խորհուրդով է, նրա մասնակցությամբ է, որ մենք ծախակոմյաններս կարող ենք փրկվել Տիրոջ զոհաբերությամբ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի բարեխոսությամբ դեպի աջակողմյան դաս եւ այդպես դադաստանի օրը հայտնվելու աջակողմյան դասում Տիրոջ ողորմածությամբ։ Սա է հիմնական խորհուրդը, որից հետո անմիջապես գոհությունն է Սուրբ Սեղանից փոխանցվում դեպի ժողովրդին, այսինքն եւ ժողովրդին սարգսակը հրանգ է տալիս, որ բոլորը գոհություն մատուցեն այս փրկության համար։ Այսինքն գոհություն ենք մատուցում, հայտնում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, որ զոհաբերվում է եւ մեզ կարող փրկում է ծախակոմյան դասից դեպի աջակողմյան դաս։ Սա է հիմնական խորհուրդը։ Գոհությունից հետո անմիջապես սկսվում է դբրած դաս եւ սարգսակների կողմից քարոզասացությունը, որտեղ սարգսակը քարոզում է խաղաղության համար ասելով եւ խաղաղության համար եւս աղաչենք Տիրոջը։ Ժողովուրդը դպիրների հետ պատասխանում է Տեր ողորմիր։ Այդպես հաջորդաբար առավել եւս Տիրոջն աղաչենք բոլոր սրբերի հետ, որոնց հիշատակեցինք, նաեւ Սուրբ Սեղանի վրա մատուցված սուրբ եւ աստվածային պատարագի համար աղաչենք Տիրոջը։ Նաև աղաչենք Տիրոջը, որպեսզի մեր Տեր Աստվածը, ով ընդունեց սա իր երկնային, սուրբ եւ իմանալի մատուցարանում, փոխարենը մեզ ուղարկի սուրբ հոգու շնորհներ եւ պարգևները։ Սարգսակի քարոզը, ինչպես ասվեց վերևում, ուղղված է ժողովրդին, որպեսզի խնդրեն Հորը տալու նրանց սուրբ հոգին, որի համար նախ քահանան է աղոթում Հորը, նրանց այդպիսի համարձակություն տալու։ Եվ նույն տեղում քարոզության ժամանակ քահանան ծածկաբար աղոթում է. Աստված ճշմարտության եւ Հայր ողորմության։ Գոհանում ենք քեզանից, որ երանելին հապետներից ավելի վեր մեր մեղապարտներից բնությունը մեծարեցիր։ Աստծո մարդասիրությունը մեծ է մեր վերջիներից նկատմամբ, քան թե առաջին նահապետների, քանի որ նրանց համար Աստված կոչվեց, նրանց հանդեպ ունեցած ճշմարիտ դադաստանի պատճառով։ Իսկ մեզ համար իրեն Հայր անվանեց, մեզ մեղավորներիս հանդեպ իր բազում ողորմության պատճառով։ Որովհետև նրանց համար Աստված կոչվեցիր, իսկ մեզ գտալով հրաժարեցիր Հայր կոչվել, եւ այժմ աղաչում ենք քեզ, Տեր, քո կողմից տրված այսպիսի նոր եւ պատվական ավանդության շնորհն օրըստօրե պայծառացնելով ծաղկեցրու քո սուրբ եկեղեցու մեջ։ Այս պայծառանալը եւ ծաղկելը նշանակում է, որ սուրբ վարք եւ մաքուր գործ շնորհի մեզ, որպեսզի համարձակվենք այսպիսի մեծ եւ սարսափելի անունը կանչելու։ Պատարագի հոգևորականը քարոզում է օրվա խորհուրդը, տվյալ օրվա տոնի կապակցությամբ, ասենք եթե վարդավառ է, սուրբ խաչ է, ինչ տոն որ լինում է օրվա տոնը եւ նաեւ իրեն մասնակի խոսքն է
ասում ժողովրդին իրեն հորդորը եւ կարևորը հավուր պատշաճի խորհուրդը ներկայացնում է ժողովրդին, որովհետեւ ժողովրդի իմանան թե այսօր ինչ տոներ եւ ում կարելի է դիմել, որ սուրբին կարող ենք մենք բարեխոս ընդունել։ Եվ քարոզը ավարտելուց հետո անմիջապես Տբրած 10-ը երգում է հայր մերը։ Ուղղակի մենք պետք է նաեւ հայրմերի մասին որոշ տեղեկություններ ունենանք, մի հաղորդում անպայման կնվիրենք տերունական աղոթքին, ուղղակի մենք կարճ անդրադարձ կատարենք, որովհետև տերունի աղոթքն է եւ եւս մեկ անգամ դիմում ենք հորը, որովհետև ամբողջ պատարագի ընթացքում քահանան խնդրում է հորը, որպեսզի հայրը ժողովրդի սիրտը բացի մտածումները, որպեսզի նրանք կարողանան նաև Սուրբ Պատարագի այս բոլոր խորհուրդը կատարվի հոր միջոցով եւ հայրը որդու միջոցով խնայի իրեն արարածներին։ Ինչպես եւ ասում է. «Եվ տուր մեզ համարձակորեն բանալ մեր բերանները, քեզ կանչել երկնավոր հայր, երգել եւ ասել»։ Եվ ինչպես ասացի, բացկատարած երգում են հայր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի քո անունը։ Քանզի ինչպես հարազատ որդիներ հոր նմանությունն են կրում իրենց մեջ եւ երկրայինների ձեռու մնալով հոգով վերանում երկինք, որի համար աղաչում են, որ սուրբ լինի նրա անունը, այսինքն որպեսզի բոլորը մաքուր վարք եւ առաքինի կորս ստանան Աստծո շնորհիվ, որպեսզի նրա անունը փառավորվի մեր գործերով, ինչպես այն որ ասում է, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Սա ասվում է Մատթեոս ավետարանի 5-րդ գլուխ 16-րդ համարում։ Եվ մի տալ մեզ դեպի փորձություն։ Եթե փորձությունները մեղքերի եւ մարմնավոր հանցանքների պատճառով են, այդ բոլորից մեզ ազատվել ենք խնդրում։ Այնուհետև այլ փրկիր չարից։ Չար է նույն ինքը սատանան եւ նրա խաբեությունը, որից փրկվել ենք խնդրում։ Եվ աղոթքների ավարտումը քանային են հանձնում, որովհետև նա է սրանց հայրը, ինչպես ասում է. Տերերի Տեր, Աստվածների Աստված, հավիտենական Թագավոր, բոլոր արարածների արարիչ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայր, մի տանիր մեզ դեպի փորձություն եւ դատապարտություն, այլ փրկիր չարից եւ պայր փորձությունից, որովհետև քո ներկայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Դու ես Տեր Աստված բոլորի, ովքեր գտնվում են երկնքում եւ երկրի վրա, եւ բնությամբ Տեր Հիսուսի հայրն ես, որովհետև քեզ հատուկ է թագավորելն ու զորություն արարելը եւ քեզ փառք հավիտյանս ամեն։ Հայր մերից հետո քահանան խաղաղություն է տալիս ժողովրդին եւ ծածուկ արտասանում խոնարհման աղոթքը, խնդրելով Աստծուց, թե ողորմիր այս ժողովրդին, որ խոնարհված երկրպագում են քո աստվածությանը։ Խոնարհման աղոթքից հետո քահանան բարձր ձայնով ասում է. Քրիստոսով, Հիսուսով, մեր Տիրոջ միջոցով, որի հետ քեզ Սուրբ Հոգուն եւ ամնակալ Հորը վայելը փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Սարգսակը անմիջապես ժողովրդի ուշադրությունն է հրավիրում, բռոսխում է եւ քահանան մատներով Սուրբ Մարմինը բարձրացնում է վեր, այնպես որ ժողովուրդն էլ տեսնի, ապա խորհրդավոր ձայնով ասում է. Ի սրբություն սրբոց, այսինքն սրբերի սրբության համար։ Ժողովուրդը Սարգսակի ձայնից ազդված երկյուղով վեր է նայում եւ տեսնում այն, ինչ որ ցանկանում էր, այսինքն Սուրբ Մարմինը, որ ինչպես քահանան է ասում, սրբություն է, բայց սրբությունը նրանց համար, որոնց հոգիները այդ պահին մաքուր են եւ զորացած, որոնք խոստովանությամբ, ճշմարիտ զղջմամբ եւ անկեղծ արտասուքով լուսավորել են իրենց հոգիների խավարը։ Ահա սրա համար է, որ քահանան ասում է ի սրբություն սրբոց, այսինքն սա սրբությունն է սուրբ եղողների ճշմարիտ հավատացյալների համար։ Եվ ժողովուրդը միաբերան աղաղակում է. միայն Սուրբ, միայն Տեր մեր Հիսուս Քրիստոս, այսինքն միակ Սուրբ է, միակ Տերը մեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ ուզում եմ մեր սիրելի ժողովրդին այստեղ մի կարևոր նախազգուշացում անել։ Շատ են ասում, թե մենք արժանի չենք հաղորդվելու, շատ
ողջունելի է, շատ ուրախալի է, որ մարդը զգում է, որ ինքը արժան չէ եւ չի կարող հաղորդվել եւ ասեմ, որ եկեղեցին Սուրբ Հայրեր ասում են եւ չի կարելի առանց հաղորդման մնալ։ Թե չէ, եթե մենք չհաղորդվենք, չճաշակենք Տիրոջ արյունով եւ մարմնով, չենք կարող փրկվել։ Եվ այդ իսկ պատճառով այստեղ եկեղեցին մեր ներսես լամբրոնացին է շատ գեղեցիկ մեկնաբանում, որ ժողովրդին այստեղ պատարագում սովորեցնում ենք դպիրները, սարգսակները, քահանան, որ եթե մենք ուզենանք մտածենք, որ արժան չենք, այո, ոչ ոք արժան չէ, այստեղ միայն Տերն է սուրբ։ Տիրոջից բացի ոչ ոք սուրբ չի։ Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ մեղքի բաժին ենք եւ բոլորս միայն Տեր մեր Հիսուս Քրիստոսով պետք է սրբագործվենք։ Այսինքն, եթե մենք արմատանանք, խորանանք, թե արժան չենք, այո, մենք չենք կարող արժանանալ, բայց այն մարդիկ, ովքեր որ եկեղեցի են գալիս, խոստովանում են, ապաշխարում են, մասնակցում են Սուրբ Պատարագին, ապա Տիրոջ ողորմությամբ նրանք արժանանում են Սուրբ հաղորդությանը։ Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ասում է այն մարդկանց, ովքեր որ ասում են արժանի չենք, հիշեցնում է, որ այո, միայն Սուրբը, միայն Տերը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք նրա միջոցով է որ պետք է մաքրվենք, նրա մարմինն ու արյունը ճաշակելով է որ պետք է մաքրվենք։ Որից հետո հաջորդում է քանայի օրհնությունները, ասելով. Օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ, օրհնյալ Որդի Սուրբ Աստված ճշմարիտ, օրհնյալ Հոգի Սուրբ Աստված ճշմարիտ։ Եվ հետո օրհնություն եւ Փառքոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ժողովուրդը եւ դպիրները սկսում են երգել. Ամեն Հայր Սուրբ, Որդի Սուրբ, Հոգի Սուրբ։ Այս ընթացքում քանան ծածուկ աղոթում է. Ով մեր Տեր Հիսուս Քրիստոս, արժանյարա մեզ ճաշակելու քո անարատ մարմինը եւ պատվական արյունը եւ գտնելու մեր մեղքերի թողությունը։ Սարգսակի օրհնյա Տեր խնդրանքի վրա քահանան Սուրբ մարմինն ու բաժակը կրկին վերցնում է եւ դառնալով ժողովրդի կողմը հորդորում է, որ հավատացյալները ճաշակեն այդ Սուրբ խորհուրդը, հաղորդվեն նրանով, որովհետեւ նա է կյանքը եւ հույսը եւ հարությունը, ինչպես նաեւ մեղքերի քավությունն ու թողությունը։ Ահա իր իսկ խոսքերը. Մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի Սուրբ եւ պատվական մարմնից եւ արյունից ճաշակենք սրբությամբ, որ երկնքից իջնելով բաշխում է մեր մեջ։ Այս է կյանք, հույս, հարություն, քավություն եւ մեր մեղքերի թողություն։ Սաղմոս ասացեք մեր Տեր Աստծուն, սաղմոս ասացեք մեր եկնավոր անմատ թագավորին, որ նստում է քերոբական կառքերի վրա։ Պատարագիչ քահանան այս խոսքեր ասելով սուրբ սկիով խաչակնքում է ժողովրդին, որը ծնունքի եկած աղոթում է։ Այս ընթացքում դպիրներ ժողովուրդը Տեր ողորմյան են երգում, խնդրելով ամեն մեկ իր անձի կամ ընտանիքի համար երկնային ու երկրային ողորմություն եւ բարիք։ Մեր սիրելի ժողովրդին ասան, որ Տեր ողորմյան մեր ժողովրդի սիրած աղոթներից է, կարելի ասել գլուխ գործոցներից է։ Եվ Տեր ողորմյայի ժամանակ կարծեք թե եկեղեցին դառնում է մեկ մարմին։ Եվ բոլորը յուրաքանչյուրը ոմանք արտասունքներով աղոթում են բոլոր աշխարհի համար, բոլոր ազգի համար, մեր եկեղեցու շինության համար։ Եվ նաև ասեմ, որ ես իմ փորձառությունից եմ ասում, այս պահին թեկուզում որ չենք սիրում, այդ պայն աղոթում ենք նրա համար։ Այսինքն սեր, համերաշխություն, միաբանություն այս աղոթքի Տեր ողորմյայի մեջ կա։ Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը սիրում է այս պահը պատարագի ընթացքում եւ միանալով, բոլորը դառնալով մեկ մարմին, բոլորը հաշտվում են իրար հետ եւ այս պահին կարող եմ ասեմ, որ ովքեր եկեղեցում են գտնվում, տեսնում են թե ինչպեսի զորություն է բարձրանում երկինք եւ Տիրոջ ներկայությունը բոլորը այստեղ տեսնում են։ Ուրեմն բոլորդ էլ մասնակցեք, որպեսզի կարողանաք այս հաճույքը, այս գոհության պահը վայելեք ձեր հոգիների մեջ, որովհետև աղոթքից
գերագույն հաճույք վայելելու պահ չկա աղոթողի համար, նաև այս Տեր ողորմյայի ընթացքում։ Քահանայի Սաղմոս ասացեք պատվերը Սարգսակն էլ է կրկնում, ժողովրդին հրահանգելով. «Տպիրներ, Սաղմոս ասացեք մեր Տեր Աստծուն, քաղցր ձայնով ոգևոր երգեր երգեցեք, որովհետև սրան վայելում են սաղմոսներ, օրհնություններ, ալելույաներ եւ ոգևոր երգեր։ Պաշտոնյաներ երգով հանդերձ Սաղմոս ասացեք եւ օրհնեցեք երկնքում եղող Տիրոջը»։ Ժողովուրդը խորապես հուզված Սուրբ Պատարագի խորհրդից, երբ իրեն Սաղմոս երգելու հրավեր է լինում եւ քահանայի եւ Սարգսակի կողմից, նա որ անհամբեր սպասում էր, ահա այս պահին հոգին պորտքում գոհ երջանիկ սրտով գոչում է. Քրիստոս պատարակված բաշխում է մեր մեջ, ալելույա։ Իր մարմինը տալիս է մեզ իբրև կերակուր եւ իր սուրբ արյունը ցողում է մեր մեջ, ալելույա։ Մոտեցեք Տիրոջ եւ առեք լույսը, ալելույա։ Ճաշակեցեք եւ տեսեք քաղցր է Տերը, ալելույա։ Օրհնեցեք Տիրոջը երկնքում, ալելույա։ Օրհնեցեք նրան բարձունքներում, ալելույա։ Օրհնեցեք նրան նրա բոլոր հրեշտակներ, ալելույա։ Այս ընթացքում պատարագիչ քահանան ծածուկ աղոթելով սուրբ հացը նշխարը բաժանում է 4 մասերի եւ թողնում սկի մեջ ասելով. լրում են հոգվոն սրբով, ապա շարունակում է աղոթել միշտ ծածուկ, խնդրելով, որ Աստված իրեն արժանի անի։ Նաև ասեմ, որ մեր այսօրվա պատարակներից շատերի ընթացքում Տեր ողորմայից հետո անմիջապես կատարում է խոստովանության կարգը։ Բոլոր ժողովուրդը ծնգի եկած, Սարգսակը կամ ժողովրդից որևէ մեկը կարդում է մեղաները, ժողովուրդը միասին մեղա են գալիս եւ պատարագիչ քահանան կամ եթե ներկա է ուրիշ հոգևորական անպայման թողություն է տալիս եւ խոստովանությունից հետո շարունակվում է պատարակը։ Ասեմ, որ նաև խոստովանությունը կարող է լինել պատարակից առաջ։ Շատերը պատարակից առաջ մոտենում են քահանայի մոտ, ավանդատան մեջ խոստովանվում են։ Իսկ եթե ովքեր ուզում են կամ նույնիսկ խոստովանվածները դարձյալ խոստովանվում են այս պահին, քանի որ եկեղեցին միաբերան, միախորհուրդ բոլորը միասին խոստովանվում են եւ այդպես պատրաստվում են սուրբ հաղորդությանը։ Ժողովրդի միջից աղոթության պատրաստ եղողները ուղղվում են դեպի բեմը։ Քահանան սկի հետ ձեռքին գալիս է բեմի եզերքը, ծունգի է գալիս, եւ սուրբ հացից փոքրիկ կտորներ առնելով դնում է հավատացյալների լեզվի վրա ասելով. Քրիստոսի մարմին ու արյունը թող քեզ կյանք լինի։ Հավատացյալը սրբության պետք է ճաշակի այն հավատով, որ իսկապես սրբություն ընդունեց իր մարմնի եւ հոգու մեջ, Քրիստոսի էությունից, աստվածության գաղափարից։ Արդեն ասացինք, որ Սուրբ Պատարագի ամբողջ խորհուրդը Հիսուսի զոհաբերության հիշատակության գաղափարն է, եւ հաղորդության խորհրդով այդ գաղափարը հանգում է իր լրումին։ Չէ՞ որ ինքը Հիսուս Քրիստոսը վերջին ընթացքի խորհրդավոր պահին իր աշակերտներին հաց ու գինի տալով ասաց. Այս կատարեցեք իմ հիշատակի համար, ես եմ կյանքի հացը երկնքից իջած, ով որ ուտի այս հացից հավիտյան կապրի, ով որ ուտի իմ մարմինը եւ ըմպի իմ արյունը կյանք ունի անձի մեջ։ Քահանան դեռ սկի հետ ձեռքին գտնվում է բեմի եզերքին։ Այդ սկիհը մի քիչ բարձրացնում է, օրհնում է ժողովրդին ասելով. Ապրեսու Տեր քո ժողովրդին, օրհնիր քո ժառանգներին, հովիր եւ բարձրացու սրանց այսուհետև մինչև հավիտյան։ Իսկ դպիրները քո ունակության երջանիկ զգացումով երգում են. Տեր լցվեցին քո բարիքներով, քո մարմին ու արյունը ճաշակելով, փառք բարձունքներում մեզ կերակրողիդ։
Դու որ միշտ կերակրում ես մեզ, ուղարկիր մեզ քո հոգևոր օրհնությունը, փառք բարձունքներում մեզ կերակրողիդ։ Մինչ դպիրները երգում են լծակի բարությանց քոցը, քահանան վերադառնում է դեպի Սուրբ Սեղանը եւ վարակույրը կրկին փակվում է։ Պատարագիչ քահանան ճաշակում է սկի մեջ մնացած մարմին ու արյունը, մաքրում է սկին, սրբում եւ սքողում։ Գոհության աղոթներն ու երգերը վերջացնելով քահանան լվանում է ձեռքերը, սաղավարտը դնում գլխին եւ իր պաշտոնը արդեն վերջացած լինելով պատրաստում է հեռանալ Սուրբ Սեղանից։ Քահանան վերջին անգամ երկրպագում է Սուրբ Սեղանի առջև, Սուրբ Ավետարան առնում է ձեռքը եւ հարավային կողմից դեպի դասը, դեպի ժողովուրդը գալուց առաջ աշնանշանավոր աղոթքի մեջ եկեղեցուն է արտասանում։ Իսկ քահանան, որ այժմ եկել է դասի մեջ, դեմքը դարձնում է դեպի խորան եւ աղոթում. Օրենքների եւ մարգարեների կատարումը դու ես, Քրիստոս ասված փրկիչ մեր, որ կատարեցիր հայրական քո բոլոր տնօրինությունները, մեզ նույնպես լսրու քո Սուրբ Հոգով։ Քահանան իր վերջին օրհնությունը տալուց առաջ դառնում է ժողովրդի կողմը եւ նրան մոտենալով ավետարանից մի հատված է կարդում։ Բնականաբար բուն պատարագի խորհուրդ արդեն վերջացել է, սակայն կարծեք սույն աստվածային արողություն ավետարանի խոսքով վերջացնելը հոգեկան անհրաժեշտություն է։ Ահա այդ պատճառով որ այս պահին սովորաբար Հովհաննես ավետարանչի առաջին գլխից 14-րդ համարներն են կարդացվում, 10-ից 14-րդերը։ Այս ընթացքում իրականության մեջ վերջերս ընդունված հավելում է նվիրագործված մեր ազգային եկեղեցու հայրապետների կողմից։ Ինչ վերաբերում է ընտրությանը, մեր նախնիները շատ իմաստուն եւ ճաշակիտեր մարդիկ են եղել, որովհետեւ իսկապես Սուրբ Ավետարանի հատվածը ամենից ներշնչված ավետարանչի ամենից ներշնչված էջերից մեկն է։ Այնքան ճշմարտացի աստվածային շնչով է գրված եւ այնքան գեղեցիկ էր խոսքով եւ հայ լեզվի գրաբարի ձևի մեջ, որ ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։